Բուժօգնությունը Հայաստանում անվճար չի ապահովագրության շրջանակներում, անվճար ոչինչ չի լինում։ Հիմա հակառակ պնդումն է առաջ բերում առողջապահության նախարարը առողջության պարտադիր ապահովագրության համար, այնինչ ըստ փորձագետների դեռ ամիսներ առաջ էին հայտարարում առողջության պարտադիր ապահովագրության շնորհիվ քաղաքացին հավելյալ վճարում չի անի։ Ապահովագրության ներդրման ժամանակ ասվում էր, որ քաղաքացիների գրպանից ծախսերը շատ են, որը բերում է աղքատեցման, ուստի մենք նախընտրում ենք այնպես անել, որ ապահովագրված հիվանդները չունենան ծախսեր գրպանից եւ աղքատության ճանապարհը չբռնեն, իսկ այսօր հայտարարեց, որ ապահովագրված հիվանդների, ապահովագրված հիվանդությունների համար անգամ համավճար պետք է վճարեն։ Առողջապահության նախարարը նաև խոստովանեց Արմետ համակարգում ու պոլիկլինիկաներում խնդիրներ կան, անդրադառնալով լրագրողների նկատառմանը, թե պոլիկլինիկաների դիմելու process-ը շատ երկար է տևում։ Դրանց թողունակության եւ Արմետ համակարգի աշխատանքի մասին է։ Աշխատանքները դեռ շատ ունենք անելու, որ այս էլեկտրոնային թվային գործիքները դառնան մաքսիմալ հարմարավետ։ Նախարարը նորություն էլ ուներ։ Երևանյան խցանումների պայմաններում շտապօգնության ծառայության արագ արձագանքման համար շուտով կօգտագործվեն մոպեդները, նշելով, որ լրացուցիչ ներուժ ներգրավելու կարիք կա։ Այս առումով մի քանի երկրների փորձ են ուսումնասիրել եւ հրատապ դեպքերում որպես բժշկական հասանելիության ապահովելու միջոց, ծրագիրը շուտով արդեն պետք է գործնական փուլ մտնի։ Երևանի խցանումների եւ ծանրաբեռնվածության պատճառով կարիք կա հավելյալ ուրեմն ներուժ ներգրավելու եւ այս առումով մի քանի երկրների փորձ ենք ուսումնասիրել եւ այո աջակցող որպես հրատապ դեպքերին հասանելիություն ապահովելու բժշկի մենք ծրագիրը շուտով պիտի որ արդեն գործնական փուլ մտնի։ Նախագիծը հիմնավորված է այնքանով, որ բժիշկները ռեսուրսների, այսպես ասած, օպտիմալացում է գնում։ Այնիշ փորձագետն ասում է, իրենք հույսները դրել են կլինիկական օրդինատորների վրա, իսկ այն բժիշկները, որոնք այսօր աշխատում են շտապօգնության ծառայությունում, նրանք պատկառելի փորձով ու միջին ու ավելի բարձր տարիքի մարդիկ են։ Հաճախ կանայք, որոնք դժվար թե մոպեդներով կանչ կատարեն։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։